Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով մեկնաբան Ռուբեն Մերաբյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մերաբյան։ Հազար բարի պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մերաբյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, խորհրդարան անցավ 3 ուժ, քաղաքացիական պայմանագիրը, Ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված խնդրին ըստ էության թեմային ծանոթ եք, երկու տեղամասերում չեղարկեցին արդյունքները, ինչի պատճառով այդ ուժը դուրս մնաց խորհրդարանից, սա արդյոք խնդրահարույց որոշում չէր։ Ոչ մի խնդրահարույց բան էլ չկա, այդ երկու տեղամասերում ընտրությունները չեղարկեցին արդյունքները ոչ թե Բարգավաճ Հայաստանի պատվին, այլ այնտեղ կապված զինվորների քվեարկության հետ Սամվել Կարապետյանի կողմնակիցները հարցեր ունեին, ԿՀ-ն էլ որոշեց, դե որ հարցեր ունեք, համարում եք, որ այդտեղ արդյունքները խնդրահարույց են, բոլորիդ արդյունքները չեղարկում ենք, այսքան բան, ուրիշ ոչ չի։ Դե թող վերաքվեարկություն նշանակեին։ Վերաքվեարկությունը բան ու գործ չի։ Ընտրությունները տեղի ունեցել, արդյունքները ֆիքսվել են, հարցեր ունեք, այս դնում ենք մի կողմ, մնացածը հաշվում ենք, այս ա եղել տրամաբանությունը, վերջ։ Ընտրությունները կայացել են, ընտրություններն ավարտվել են և հիմա մնացած են սրտաճմլիկ ինչ-որ զեղումները ուղղակի են ռուսերեն որ ասում են, չէ, разговор в пользу бедных, ու ոչ մի նշանակություն ֆունկցիոնալ իրենց մեջ չեն պարունակում, այդքան բան։ Պարոն Մերաբյան, օրենքը, բայց ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս տվյալ տեղամասերում անցկացնել վերաքվեարկություն, երբ որ իշխանությունը վերցնում է, չեղարկում է, ավելի ճիշտ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկում է ընտրությունների արդյունքները եւ վերաքվեարկություն չի նշանակում։ Սա ժողովրդավարության առումով նաեւ խնդրահարույց չէ, որովհետեւ շուրջ 3000 ընտրող իշխանության խորհրդարանի ձևավորման գործընթացից դուրս մնաց։ Ոչ, սա հակաժողովրդավարական էլ չի, հակաօրինական էլ չի։ Օրենքում գրած է, բայց այդ օրենքի թե որ մասն են կիրառում, դա արդեն մնում է այնպեսի կոլեգիալ մարմնի, ինչպիսին է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն էլ կամ ընդունում ես, կամ եթե չես ընդունում, գնում ես դատարան։ Դուք այսպես հեշտ կարծիք կհայտնեք նաև, եթե օրինակ ձեր ուժը այդ չեղարկման արդյունքում խորհրդարանից դուրս մնար։ Դե մենք ամենայն դեպս կընդունեինք ի գիտություն այն ամենը, ինչը ես ասացի։ Իսկ ինչ պետք է անեինք։ Սա ամենայն դեպս հաստատ չենք դուրս գա ու ծիծաղելի բաներից խոսեինք, հաստատապես դա չէինք անելու։ Սա չի ստվերում ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ անցկացումը։ Ոչ, հետևաբար ոչ։ Ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը խաթարում էին այլ գործոններ, այլ դրա մասին ցանկանայի խոսել, դա խաթարում էին այնպիսի ուժերի մասնակցությունը, որոնց մասնակցելուց հետո էլ հիմա իշխանությունն ասում է, թե չգիտեմ, նրանք հանցագործներ են, նրանք լեգիտիմ չեն եւ այլ եւ այլ։ Բա որ լեգիտիմ չեն, հանցագործ չեն մասնակցել։
Այսա է ստվեր գցել, որովհետև մենք խոսել ենք այդ մասին ձեր եթերում, որ ընտրակաշառքի այդ տասնյակ դեպքերը պետք է դեռ գնահատվեն, դրանք ինչ են, առանձին դեպքեր են ինքնագլուխ մարդկանց կողմից իրականացրած էպիզոդներ են կաշառատվությամբ, թե սա եղել է համակարգ եւ բացահայտվել են այդ համակարգի առանձին ֆրագմենտներ, առանձին դերակատարներ։ Դրա մասին պետք է խոսվեր։ Իսկ քանի որ չի խոսվում, դե կարծում եմ իրավապահ մարմիններն էլ իրենց անելիքն են անում եւ դեռ որը ժամանակ էլ կպահանջվի անելու համար։ Հիմա մնացածն արդեն կարողության հարց է այդ որակում այդպիսի որակավորմամբ հանդես գալ։ Իսկ դրանից արդեն կբխի, որ նրանք ուղղակի անելիք չունեն խորհրդարանում։ Օրինակ պարոն Ռուբինյանը ասում է, որ նրանց խորհրդարանում հայտնվելը լեգիտիմ չի։ Շատ լավ։ Եվ ինչ ենք անում նրանց հետ։ Այդ արձանագրման հետ ինչ ենք անում։ Դրա մասին էլ Ռուբինյանը իհարկե ոչինչ չասաց։ Կապրենք, տեսնենք ինչ կասեն։ Եվ ընդհանուր ինչ գնահատական ունեք խորհրդարան անցած այս երեք ուժերի հետ կապված ժողովրդի կամ արտահայտությունն է երևալու արտացոլելու այս նոր խորհրդարանը, թե ոչ։ Մասամբ այո, մեծամասնության առումով այո, իսկ այն մնացած ֆրակցիաներինը ոչ։ Ոչ, պարոն Կիրակոսյան, որովհետև դրանց մասնակցությունը ըստ էության դեֆորմացրեց քաղաքացիների ընտրությունը եւ այն վերածեց ընտրության Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Ժողովուրդն էլ Պուտինին չընտրեց, ընտրեց Փաշինյանին։ Իսկ նման ընտրություն չի կարող համարվել լեգիտիմ։ Հասկանաք։ Ահա թե ինչն է հարցը։ Մենք համարում ենք ընտրությունը որպես process, այո, դա եղել է լեգիտիմ ընտրություններ, այն ավարտվել է, մենք դա ճանաչում ենք, սակայն չենք համարում, որ դա այն էր, ինչը այդ մենյուն աղավաղված էր Ռուսաստանի կողմից իր խամաճիկների միջոցով։ Եվ դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ պետությունը դա թույլ է տվել։ Մինչդեռ պետությունը դա պետք է ինչ թույլ չտար։ Ընդ որում հիմա էլ ասում են, որ էլ թավիշը չկա, էլ մեկ, մյուս, հա, ուրախ ենք։ Մնացածն էլ կապրենք, կտեսնենք։ Եվ ինչ է կարծում, ինչ զարգացումներ կլինեն, պարոն Մերաբյան։ Ինչ զարգացումներ։ Այդ Մանդատներ վերցնել, սահմանադրական դատարան դիմել, փողոցային ակցիաներ սկսել։ Այդ կարևոր չի, թե դրանցից որը կանեն, որը չեն անի, բայց կարևոր է այստեղ արձանագրել, որ դա լինելու է անիմաստ ժամանակի վատնում, անիմաստ աղմուկ ոչ մի բանի մասին, որն էլ որևէ արդյունքի չի հանգեցնելու, որովհետև դրա հիմքերը չկան։ Այսքանը։ Պարոն Մերաբյան, Քոչարյանը ցանկացել է Հայաստանը լքել, սակայն Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել։ Ինչպես։ Ճիշտ են արել։ Ինչու։ Որովհետև նա պետք է գնա բանտ, որովհետև դա է պահանջում Հայաստանի Հանրապետության պետություն դառնալու շահը։ Քանի Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ, Հայաստանի Հանրապետությունը շանս չի ունենա նորմալ պետություն դառնալ։ Ռոբերտ Քոչարյանը պատկերավոր ասած դա մի թթվիկար է դրված Հայաստանի Հանրապետության գլխին։ Պետք է իջեցնել այն։ Այ հենց այդ պատճառով։
Հետևաբար նա չպետք է լքի Հայաստանի Հանրապետությունը սա ոնց որ ընդհանուր առնում, բայց ըստամենայնին նաև կա քննիչների որոշում, որ սեկտը փակել են, հա, իր առաջ եւ իրեն տեղեկացրել այդ մասին։ Ինչու են փակել։ Չգիտեմ, կսպասենք պաշտոնական բացատրությանը, բայց մեզ հայտնի է դարձել, որ Քոչարյանն ուզեցել է լքել երկիրը եւ նրան դա թույլ չի տրվել։ Այդքանը մենք իմացել ենք բաց աղբյուրներից, մնացածն էլ պետական համապատասխան գերատեսչությունները կարծում եմ հանդես կգան հաղորդագրությամբ։ Մենք էլ կկարդանք, կհասկանանք եւ կունենանք ձեր տված հարցի պատասխանը, ես այլ պատասխան չունեմ։ 3 օրով էր գնում գար տղան Կապ չունի, 3 ժամով էր, թե 3 օրով էր, կապ չունի։ Ռոբերտ Քոչարյանը չպետք է լքի Հայաստանը, որովհետև նա պատասխան ունի տալու համաձայն մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճռի։ Դրա մասին մենք իրար հետ խոսել ենք։ Ռուսաստան էր գնում, Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ հայրը Ռուսաստան է գնում։ Ըստ էս մանավանդ Ռուսաստան, որտեղ գտնվում են մի շարք մարդիկ, որոնք գտնվում են հետախուզման մեջ եւ Ռուսաստանը նրանց հրաժարվում է հանձնել Հայաստանին։ Այդ թվում նաեւ ոմանց պարագայում այն պատճառով, որ նրանք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Հետևաբար, այո, Ռոբերտ Քոչարյանին իր նմաններին չպետք է թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետությունը լքեն։ Ըստ ինչ այց էր դա, պաշտոնապես ասում են անձնական նախատեսված այց էր, դուք քաղաքական բովանդակություն տեսնում եք այդ այցի մեջ, թե ոչ։ Տեղեկություն չունեմ, այդ ինչ այց էր, բայց ինչ այց պետք է լինի, չգիտեմ, եւ ինչու պետք է այց լինի, այց չկա, այցերի ժամանակը վերջացել է, միակ այցը, որ կարող է լինել, դա, չգիտեմ, որ քրեակատարողական հիմնարկն է, ուրիշ այցի ճանապարհ չկա եւ չի կարող լինել։ Ընտրություններից հետո Ռուսաստան այցը կարող էր իր մեջ քաղաքական դրվագ պարունակել, թե ոչ, օրինակ հանդիպում իշխանության ներկայացուցիչների հետ։ Տեսականորեն կարող է, բայց ես դա ենթադրություն է, որ ես կարող եմ ինձ թույլ տալ, բայց ոչ ավելի։ Պարոն Մերաբյան, այս ընթացքում նաև Նարեկ Կարապետյանին թույլ չէին տվել Հայաստանի սահմանը հատել Լարսում կուտակված մեքենաները նկարել, Ծառուկյանը էլի վրաց տեղուներ գնալ գալու, դա թույլ չտվեցին, սա ինչով եք բացատրում, այսպես ռեպրեսիաներ են դիմադիր գործիչների նկատմամբ։ Դե չէ, լավ, ինչ ռեպրեսիա։ Ռեպրեսիայի հարց չկա։ Սա ստեյության, այո, նրանց ցանկությունն է սահմանի կողմերը մի քիչ շուտ-շուտ գնալու, ցանկությունը միանգամայն հասկանալի է։ Նրանց աչքն այնտեղ է, շատ պարզ պատճառով, որովհետև նրանք պատասխանում են տալու Հայաստանի արդարադատությանը, ինչն էլ ըստ էության տենց մեծ ցանկություն բնականաբար չունեն եւ չեն էլ ունենա, հա։ Հետևաբար, չգիտեմ, գնում են չափուձև են անում, չգիտեմ։ Սա իրավապահ համակարգը քաղաքական իշխանության, մասնավորապես վարչապետի ցուցումն է կատարում, որովհետև նա Քարոզարշավի ժամանակ էլ ընտրություններից հետո էլ ռիլներով հայտարարում է, ասում է, որ նստելու եք, փախնելու տեղ չունեք, Երանի եք տալու Հայաստանից փախչելուն։ Եվ այս հայտարարություններին է հետևում իրավապահների այս գործողությունները։ Ինչպես եք մեկնաբանում։ Համաձայն չեմ ձեզ գնահատականների հետ։ Գնահատական չեմ տալիս, հարց եմ տալիս։ Հա, դե հարցադրման մեջ պարունակող գնահատականը չեմ կիսում եւ համարում եմ, որ իրավապահ մարմինները
ստերության վարույթ են իրականացնում եւ վարույթի շահերից ելնելով էլ ընդունում են այդպիսի որոշում, որովհետեւ եթե դրա հիմքերը չլինեին, վարչապետը հազարով մի բան էլ որ ասեր, հիմքեր պետքա լինեն իրավական, որ նրանց թողնեն կամ չթողնեն։ Հետևաբար այստեղ տենց միագիծ չէ, ասելիքս դա է։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է լինում եւ ընդդիմադիրների երկրից դուրս չգալու իրավապաների գործողությունները։ Համենայն Տեսնելը պարզապես անհնար է։ Ինչպես։ Կապը չտեսնելը պարզապես անհնար է վարչապետի հայտարարության եւ իրավապաների գործողությունների։ Դե այստեղ կապն այնքան է, որ վարչապետը երևի տեղյակ է այն պատճառներից, որով առաջնորդվում են իրավապահ մարմինները, զեկուցել են ըստ սուբորդինացիայի։ Դա մեկ, այդքանով կարող է լինել կապը, բայց ոչ ավելի։ Եվ երկրորդը, վերջը էլ եմ ասում, կա դատավճիռ եւ այդ դատավճիռն ունի ֆիգուրանտներ։ Այդ ֆիգուրանտներն այո, պետք է լքեն Հայաստանի Հանրապետության սահմանները, որովհետեւ հատկապես Ռուսաստան, որովհետեւ նրանք այնտեղ կարող են հետո թաքնվել հանցագործ Պուտինի ворչում, ինչը Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում։ Իսկան բան։ Եթե որևէ մեկի դուրը չի գալիս, դա իր խնդիրն է։ Այդքանը կարող է։ Բայց դուք այնուհանդերձ կարծում եք, որ եթե իհարկե դատարանի վճռով հաստատվի, որ մեղավոր են եւ այլն, իրապես իրենք ճաղերի հետևում կհայտնվեն, թե հայ ժողովուրդը էլի ականատես կլինի այս 8-9 տարիների բռնել բաց թողելու sense ցուցադրաբար իրականացվող գործողություններին։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Այո, ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ եւ չպետք է մարդկանց խաբել այդ հարցում, ըստ էության։ Խաբել ոչ թե միտումնավոր, այլ խոստանալ եւ չանել կարողությունների բացակայության պատճառով, հա, եւ կանգնել այդ փաստի առաջ, որ շատ եք ուզում, բայց չեք կարողանում։ Բայց ակնհայտ է այստեղ մի բան։ Կա դատավճիռ։ Եվ այդ դատավճիռը պետք է իրականացվի։ Դրա իրականացման հետ կապված մենք զեկույց չենք լսել, մենք լսել ենք տեղեկություն այն մասին, որ նաև միջին օղակի 2008 թվականի իրավապահների առանձին ներկայացուցիչների հանդեպ այն Հովիկ Թամամյան եւ այլ սադիստների վերաբերյալ վարույթներ կան եւ այլ, բայց մենք հասկանում ենք, որ պետք է գնալ եւ բռնել գլխից։ Իսկ գլուխը չպետք է լքի Հայաստանի Հանրապետություն։ Սրա մասին է խոսքը։ Այլ թեմաների անդրադառնանք, պարոն Մերաբյան, Հայաստան է եկել Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևը արտաքին հարաբերությունների գծով, ավելի ճիշտ ոչ թե օգնական, այլ խորհրդական։ Արմեն Գրիգորյանի հետ է հանդիպում ունեցել Դիլիջանում եւ ըստ պաշտոնական հաղորդագրության կողմերը բանակցությունների ընթացքում քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր եւ ընդգծել երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարեւորությունը։ Մենք նախապես լրատվամիջոցները, փորձագիտական շրջանակները, հա, իմանում ենք ինչ այցեր են նախատեսվում Հայաստանի պաշտոնյաների կամ Հայաստանի պաշտոնյաներն ում պետք է ընդունեն, բայց Ադրբեջանի հետ կապված նախ էս ամեն ինչը ինչու է սենց գախնի Մուստաֆայևի այցը անակնկալ եղավ, հիմա Հաջիևինը, սա ինչպես եք մեկնաբանում։ Դրանք աշխատանքային այցեր են եւ աշխատանքային այցերի վերաբերյալ այո կարող է եւ վաղօրոք տեղեկատվություն չլինել եւ դա այսպես ասենք նորմալ է։ Հետևաբար զարմանալու բան չկա, երբ Հայաստանի պարագայում խոսքը վերաբերվում է բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյայի, որովհետեւ հարցերը զգայուն են, հարաբերությունները դեռ այսպես ասենք բազմաթիվ էմոցիաներ
կարող են առաջացնել, իսկ դա նշանակում է, որ կարող են մանիպուլյացիաներ առաջացնել, դեզինֆորմացիա բերել հետը, թիրախավորվել ուղղակի։ Այս ամենը հաշվի առնելով համարում եմ լրիվ տրամաբանական, որ այո, նման այցի վերաբերյալ կարող է վաղօրոք որևէ տեղեկատվություն եւ չտարածվել։ Եվ այս շփումները ինչպես է գնահատում, ինչ Շատ կա դրական։ Շատ դրական եմ համարում, մանավանդ սա առաջին այսպես բարձրաստիճան պաշտոնյաների տվյալ դեպքում անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի խորհրդականի հանդիպումն է, առաջինն է ընտրություններից հետո եւ կարող եմ ինձ ենթադրություն թույլ տալ, որ ամենայնի խոսք է գնում այս ընտրություններից հետո քայլերի մասին, թե ինչ պետք է արվի կարճաժամկետ հեռանկարում, միջնաժամկետ, երկարաժամկետ։ Իհարկե չեմ կարող ասել, բնականաբար ես խոսակցության մասնակիցը չեմ եւ այդ պատճառով չեմ կարող պնդումներ անել, բայց էլի ենթադրում եմ, որ այստեղ մտքերի փոխանակում է ընթանում հարցերի բավականին լայն շրջանակով եւ այնպես չէ, որ այսինքն Դիլիջանյան հանդիպմամբ բոլոր հարցերին կարող են վերջնական պատասխան տրվել, բայց այս քննարկումներն ընթանում են, դուք նաև կհիշեք, որ ըստ այդ հաղորդագրության այս հանդիպումը այսպես մեկ գործողությամբ ակտ չէ, սրան հետևելու է եւս հանդիպում, այս անգամ արդեն Ադրբեջանի տարածքում, իսկ նշանակում է Արմեն Գրիգորյանն այցելելու է նաև Ադրբեջան, երբ դե չգիտեմ, որովհետև էլ եմ ասում, ես խոսակցության մասնակից չեմ եւ ինչ ասում եմ, դա իմ ուղղակի ենթադրությունն է հիմնվելով ուղղակի այսպես ասենք վերլուծության վրա։ Եվ ընտրություններից հետո ինչ սպասել հայ-ադրբեջանական հարաբերություններում, ինչ զարգացումներ կլինեն։ Կարևորն այն է, որ զարգացումներ կլինեն, բնականաբար կլինեն եւ սա շատ դրական է, ամենայն դեպս այն, որ Հայաստանում քաղաքական մեծամասնությունը վերընտրվեց, այդ ամենը մեզ պետք է հուշի, որ հիմնական այն հանգուցային ռազմավարական նշանակության ունեցող դրույթներով այս քաղաքականությունը շարունակվելու է։ Դա կանխատեսելիություն է հաղորդում հետագա ընթացքին եւ դա նշանակում է, որ խաղաղության հասնելու գործընթացը իր շարունակությունը կստանա հենց այն մի քանի ուղղություններով, որի մասին մենք գիտենք, հա, թվարկենք դրանք, դա նախաստորագրված պայմանագրի հետ կապված այդ քննարկումներն են, որոնք պետք է հանգեցնեն բուն խաղաղության պայմանագրին։ Երկրորդը դա դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցն է, երրորդը փոխկապակցվածության ձևավորման հարցն է, չորրորդն էլ արդեն փոխադարձ առևտուրն է եւ տարանցումները Ադրբեջանի համար Հայաստանի տարածքում, Հայաստանի համար Ադրբեջանի տարածքում։ Սրանք օրակարգեր են, որ պետք է սպասարկվեն եւ կսպասարկվեն։ Համենայն դեպս ես վստահություն ունեմ, որ process-ները կընթանան հանդարտ, կանխատեսելի եւ ամենակարևորը խաղաղ մթնոլորտում եւ ամենայն դեպս մեզ Հայաստանը դուրս է եկել դրանով իսկ պատերազմի վտանգի այդ
շանտաժից, հա, եւ սա միայն կարելի է ողջունել, ուրիշ ոչինչ։ Պարոն Մերաբյան, ընտրություններից հետո նախատեսվում էր, որ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, խաղաղության պայմանագիր ստորագրելու Ալիևի պահանջը պարզ է, Հայաստանում սահմանադրության փոփոխություն, իշխանությունը այնուհանդերձ ձեռնարկել է այդ սահմանադրական փոփոխությունը եւ ինչ կանել իրենք հայտարարում են ամենաբարձր մակարդակով, որ դա Ալիևի պահանջով չէ, իրենք հեղափոխությունից հետո էին ցանկանում սահմանադրություն փոխել, չնայած հիմա նոր սահմանադրություն են հեղինակում, բայց այնուհանդերձ իշխանությունը խորհրդարանում այս 64 քվեով կարող է սահմանադրության նախագիծ հաստատել, դնել հանրաքվեի եւ եթե դա չստացվի, ապա ինչ ազդեցություն է ունենալու խաղաղության պայմանագրի ստորագրման վրա։ Տեսեք, խաղաղության պայմանագիրը այնպես չէ, որ կոշտ կապված է սահմանադրության հետ։ Ի վերջո Ալիևը հա մինչև օգոստոսի 8-ը դրա մասին խոսել է, հետո սկսեց ավելի քիչ խոսել, իսկ հիմա էլ ընդհանրապես չի խոսում, շատ լավ հասկանալով, թե որքան վնաս են նման խոսակցությունները հասցնում թե խաղաղության գործընթացին, թե Հայաստանում սահմանադրության գործընթացին։ Ի վերջո Հայաստանում նոր սահմանադրություն է պետք, որովհետև մեր սահմանադրությունը լավը չի, ուղղակի լավը չի, եւ այնտեղ բազմաթիվ մեխանիզմներ կան, որոնք կատարելագործման կարիք ունեն։ Երկրորդ պատճառը դա այն է, որ մենք ըստ էության այդպես էլ չենք ունեցել 35 տարվա ընթացքում սահմանադրություն, որը եղել է մերը, որին մարդիկ գնացել են ու քվեարկել են դրան կողմ եւ որ բոլոր մարդիկ նույնիսկ ով որ դեմ է դրան համոզված են որ այնուամենայնիվ մարդկանց մեծամասնությունը ձայն է տվել այդ ուրեմն սահմանադրություն։ Մենք չենք ունեցել։ Հիմա Ալիևն ինչ ասում, ինչ չի ասում, դա նշանակություն չունի եւ չպետք է։ Մեկ երկրորդը խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է եւ այնտեղի պայմանները չեն վիճարկվում ոչ Հայաստանի կողմից, ոչ Ադրբեջանի կողմից։ Եվ ուրեմն պայմանագիրը ստորագրված չլինելը չի խոչընդոտում, որ մենք թե առևտուր անենք, թե տարանցում անենք, թե փոխկապակցվածության ստեղծելուն ուղղված աշխատանքներ իրականացնենք, թե հանդիպումներ լինի, թե գնալ-գալ լինի, ասենք դա Մուստաֆայևն է, Գրիգորյանն է, թե Հաջիևն է, թե վաղը մյուս օրն էլ Արմեն Գրիգորյանն։ Հիմա եթե իրենք երկու ոտը դրել են մի կոշիկ ու ասում են չենք ստորագրում, այդ սահմանադրությունը sense տենց վաղ թե ուշ կփոխվի։ Իհարկե լավ է վաղ քան ուշ, որովհետև դա մեզ է պետք, մեզ, պարոն Կիրակոսյան։ Եվ նաև պետք է նրա համար, որ այն դատական իշխանության մեջ եղած աղբը, որը սպասարկում է կրիմինալ դիկտատուրայի այդ մնացուկների եւ ըստ էության աշխատում է պետության դեմ, նման դատական համակարգով, երբ Հայաստանին սպասում է ներդրումների հոսք ահռելի, Հայաստանին սպասվում է մեծ ուղևորահոսք, մեծ ապրանքային հոսք, այս ամենը պահանջում է իրավամբ պրոֆեսիոնալ, բարձր որակավորում ապահովող եւ բարձր բարեվարկության կարող անկախ դատական համակարգ, որը մենք չունենք։ Հիմա այդ ռեֆորմը արկախված է նոր սահմանադրությունից։ Մենք պետք է ընդունենք, այո, մենք պետք է ընդունենք։
անկախ նրանից էլ եմ ասում, Ալիևը ինչ է ասում, թե Պուշկինը Չայկովսկիի հետ ինչ է ասում, որևէ կապ չունի եւ չպետք է ունենա։ Այստեղ կարևորն է մենք ինչ ենք ասում։ Այդ դա է ամենակարևորը։ Եվ պարոն Մերաբյանը, Ռուսաստանի հետ կապված ինչ սպասել, հիմա էլ արդեն ընտրությունների վերջին արդյունքները կան, Վլադիմիր Պուտինը սպասում էր դրան, Պեսկովն էր ասել, հիմա ինչ սպասենք մենք Ռուսաստանից։ Ես խորհուրդ կտամ Ռուսաստանից այլևս ոչինչ չսպասել։ Ուղղակի չսպասել։ Համարեք Ռուսաստան չկա, Ռուսաստանը մեռել է։ Նույնիսկ կարևորել չէ, այդ մեռելին թաղել են, թե չէ, վաղը այսօր չեն թաղել, վաղը կթաղեն։ Ռուսաստանից պետք չի որևէ բան սպասել։ Եվ շատ բարձ պատճառով։ Չէ, պարզապես 10,000 հատիկ ծաղիկ տանելով խնդիրը չի լուծվում, կամ մի երկու բեռնատար ծիրան տանելով Եվրոպա խնդիրը չի լուծվում։ Դեն հեշտ չի Ռուսաստանի շուկան ձեռքից բաց թողելը։ Ուրեմն 20 մեքենա, թե չգիտեմ 10,000 ծաղիկով իհարկե հարց չի լուծվում, բայց ցանկացած նոր ուղղություն, նոր շուկա բացվում է, երբ դուք իրականացնում եք պիլոտային, այսպես բեռնափոխադրումներ, որից հետո արդեն բացվում է այդ լոգիստիկ ուղղությունը եւ դուռը բացում արդեն մեծ եւ հիմնական խմբականարների համար։ Եվ բնականաբար այդ պիլոտային մատակարարումները կարող են լինել այո 10,000 հատ, 20,000 հատ կամ 2 ավտո կամ 3 ավտո։ Դա կարող է նույնիսկ լինել 1 արկղ։ Բայց դրան հետևելու են արդեն հիմնական բեռնափոխադրում։ Հաջորդը ինչը պետք է այստեղ ուշադրություն դարձնել, դա այն է, որ տեղի է ունեցել այդ շուկաների բացման մասին պաշտոնական հայտարարություններ եւ Եվրամիությունից եւ Եվրամիության անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայից եւ Կանադայից, նաեւ մենք գիտենք, որ բանակցություններ են գնում նաև Միացյալ Նահանգների հետ եւ այնտեղ եւս որոշում կընդունվի շուկան Հայաստանի առաջ բացելու։ Այնպես որ սա process է, որ ընթանում է եւ պետք չի այդ շարժանկարի ստոպ կադրով պատկերացում կազմել սյուժեի մասին։ Այսքանը կարող եմ ասել, եկեք հետևենք դեպքերի զարգացումներին, բայց ես այստեղ մի կարևոր բան եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Մենք հիմա այն ինչ անում ենք այսպես ասենք վթարային ռեժիմով եւ հաստատապես կարելի է այս ամենից խուսափել, եթե պետությունը բիզնեսի հետ ավելի սերտ համագործակցեր եւ այս որոշումներն ընդունվեին վաղօրոք եւ ընդհանային, այսպես ասենք, պլանային ռեժիմով, այլ ոչ թե եռման ջրի տակից փախնող կատվի ռեժիմով, հա, ոնց որ հիմա մենք ստիպված ենք անել կանգնելով փաստի առաջ։ Ամեն դեպքում, քանի որ արդեն պաշտոնական դիրքորբանը կա, տվյալները կան, Ռուսաստանից դիրքորոշման թուլացում սպասենք, թե ոչ։ Դա կարող է լինել այսպես ժամանակավոր տատանումներ, բայց մեծ հաշվով ռուսական քաղաքականության փիլիսոփայությունը մնում է եւ մնալու է անփոփոխ եւ ուզում եմ կոչ անել, որ հանկարծ հույս չունենաք, որ այնտեղ բան է փոխվելու։ Շատ պարզ պատճառով, որովհետեւ Ռուսաստանի մոտեցումները Հայաստանի նկատմամբ չեն կարող փոխվել։ Ռուսաստանը Հայաստանին համարում է ժամանակավոր կորցրած տարածք, մինչև հունիսի 7-ը, այդ հունիսի 7-ն էր համարում հնարավոր այդ ժամանակավոր կորուստը հետ բերելու համար, իսկ հիմա էլ արդեն մտածում են, թե ինչպես հետ բերեն
հունիսի 7-ից հետո ինչպես քթիցդ բերեն քո արած ընտրությունը, այդ դրա մասին հիմա մտածում եւ անում են այն ինչ կարողանում են։ Բարեբախտաբար շատ բան չեն կարողանում եւ մենք էլ պետք է աշխատենք այնպես, որ նրանք ուզեն անել, չկարողանան ինչ որ բան անել մեզ ի վնաս, որովհետեւ նրանք ինչ անում են ի վնաս Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Մենք դա իրենց պետք է թույլ չտանք։ Հասկանա։ Շնորհակալություն, պարոն Մերաբյան, հարցազրույցի համար։ Համեցեք, ես եմ շնորհակալ, պարոն Կիրակոսյան։ Լավ